Մելքոնյան, դուք հիմա գտնում եք հակակոռուպցիոն դատարանում, 3 հակակոռուպցիոն կոմիտեն պաշտոնապես հայտնել էր, որ ապարանի համայնքապետարանի 9 աշխատակիցներ են ձերբակալվել կոռուպցիոն բնույթի քրեական վարույթի շրջանակներում։ Նախ կասեք, ով է ձեր պաշտպանյալը եւ ըստ էության ինչ է տեղի ունենում, ինչ կոռուպցիա է։ Համայնքապետարանի ճարտարապետն է, երիտասարդ տղա, որը ձերբակալվել է, հիմա ներկայացել են դատարան, հույս ունենամ, որ ինչ է արել, ինչ է ասում նախաքննական մարմինը, ինչ է արել։ Ըստ նախաքննական մարմնի 300,000 դրամ կաշառք է վերցրել, որը իրականության հետ ըստ ինձ աղերս չունի։ Այսինքն ձեր պաշտպանյալը չի ընդունում ճարտարապետը, որ ինքը նման բան է արել։ Իմ պաշտպանյալը ընդունում է, որ իրեն տվել են ճարտարապետական աշխատանք, իր գործից դուրս լրիվ այլ համայնքի հետ կապված, ինքը մասնագիտությամբ ճարտարապետ է։ Իր քնի, իր առողջության հաշվին նախագիծ այդ իդեյով կազմել տվել, որի համար իրան վճարել են, որը չի երկում ցուցմունքա տվել։ Այսինքն մասնավոր աշխատանք է արել, որը 100,000 դրամից 150,000-ը տվել է իր աշխատակցին, որ նշանդրեկն է եղել մի քանի օր առաջ, որ պարտքով փող է վերցրել, սա դիտում են, որ վեկալած գումարը կիսվել է։ Եվ բայց հենց այդ ներկայացված ապացույցներով երկվում է այդ ամեն ինչը, որտեղ ասում է նշանդրեկին, որ պարտքով վերցրեցի, ես 150,000-ը վերցրու։ 300,000 ինքը գիշերը չի քնել, նստել նախագծեր է գծել եւ մարդկանց տվել է, Երևանում թանկ են ուզել, համայնքի հետ բացարձակ կապ չունեցող բան է։ Մելքոնյան, իսկ ինչի հետ Կարծում եմ, որ նախաքննությունը եւս քննություն կանի կհամոզվի իմ ասած։ Մնացածի մասով չեմ կարող ասել։ Ուրիշ քաղաքապետանից ինչ պաշտոնյաներ կան, բացի ճարտարապետից, ասում են այլ բաժնի աշխատակից կա։ Այլ բաժնի աշխատակից թե ովքեր կան, ովքեր են մնացածը չգիտեմ։ Ես ում կոնկրետ պաշտպանում եմ, ճարտարապետն է, բացարձակ երիտասարդ տղա է, բացարձակ կապ չունի որևէ մեկի հետ, որևէ հանցանք ըստից դրա չկա։ Հիմա ով գալիս է դատարան, ասում եք ասած մի վարքյան ասեմ։ Ոստիկաններից շատերը իրիգունը տաքսի են քշում։ Հիմա դա ալում որ կաշառք են վերցնում։ Այս մարդել գործից հետո իր համար տունը գնացել, գծագիրա գծել, վարձատրություն հաստատել իր կատարած աշխատանքի համար, սա եղավ կաշառք, բերելա պարտքը մարել եղավ կաշառքը կիսվեց, խմբի կողմից կաշառք։ Ես կարծում եմ, որ նախաքննությունը նոր փուլում է, ժամանակ է պահանջում, դրա համար իրանք կհամոզվեն իմ ասածների ճշմարտության վրա Մելքոնյան, ով գալիս է հասնում է դատարան, ասում է, ես կաշառք չեմ վերցրել, ես մեղավոր չեմ, ես ոչինչ չեմ արել։ Բան նախաքննական մարմինը հիմնավորումներով բերում է, ասում է իրավիճակը այսպեսին է, եթե կաշառք չի, ապա օրինակ ձեր պաշտպանյալը ասեց ինչ են ուզում իրենից, ինչի հետևանքը։ Ասում գծագիր եմ գծել, իմ մասնագիտական ունակությունները օգտագործել եմ աշխատանքից հետո գիշերը իմ տանը, իմ համակարգչով։ Իր դեմ չէ, համենայնդեպս այն ինչ որ ներկայացվել է դատարանում, այդ նյութերում ես որևէ բան չտեսա։ Ենթադրությունները մեծ մասը ենթադրություններով ըստ ինձ այսօր ներկայացրել են։ Ես չեմ կարող որևիցև, ինչի պաշտպանյալը երիտասարդ տղա է, բացարձակապես քաղաքականության հետ կապ չունի, ինչի քաղաքական։ Իսկ այդ դեպքը երբ է եղել, պարոն Մելքոնյան, այդ գծագիրը ներկայացվել։ Շուրջ 2 ամիս առաջ կարծեմ։ Հիմա դատավորը գնացել է խորհրդակցական։ Այո, ժամը 2-ին սպասում եմ։ Հույս ունեմ, որ դատարանը կգտնվի իր բարձրության վրա, որտեղ տեղեկացա, որ նաև այդ գործով մի քանի անձանց նկատմամբ այլընտրանքային խափան միջոցներ են ընտրվել, ես չեմ կարծում, որ խտրականություն պիտի լինի եւ իմ պաշտպանյալին ջահել երիտասարդ ճարտարապետ տղա է, լավ մարդ, բացարձակապես դրական գնահատվող, պիտի այլ խափանման միջոց ընտրվի։